Հերու մնալ անաստական ձակում ունեցող ուտելիքները, մասնակցել արևակալի և հսկումի արարողություններուն, Սուրբ ավետարանը չհամբուրել, եկեղեցու խորանի վարակույրը փակ տեսնել, ինքնասրբակրումի վրա աշխատել։ Ինչու այս բոլորը։ Հայ առաքելական եկեղեցու ավանդության համաձայն մեծ բակի ընթացքին մենք կնմանենք այն Ադամ ու Եվային, որոնք ուտելիքի միջոցով անհնազանդ գտնվեցան Աստծո պատվիրանին և գործընծուցին թրախտի ժառանգությունը։ Աստված խոստացավ մարդը վերադարձնել դուն իր արքայությունը իր իսկ որդին Հիսուս Քրիստոսի միջոցով։ Քրիստոս այս խոստումը իրականացնելու համար իր մարմինն ու արյունը իբրև փրկության քին վճարեց մեր մեղքերուն փոխարեն, որպեսզի մեզ վերադարձնե Աստծո որդի ըլլալու պատիվին և մեծ շնորհքին։ Սակայն եթե Ադամի ու Եվայի նման մենք մեզ արդակսված վիճակի մեջ չսկանք, պիտի չկարենանք ճիշտ կերպով հասկանալ ու ապրել Քրիստոսի բարգեւած հարության հաղթական կյանքը։ Մեծ բակի ապաշխարության շրջանը մասնակցություն է այն հոգևոր ուղիին, որով Ադամի անկյալ վիճակեն կբարձրանանք Քրիստոսի փառքի ժառանգորդ ըլլալու շնորհքին։ Հետևաբար եկեք անցնենք բահեցողության հոգևորապես վերանորոգող ճանապարհին, որպեսզի բարեհաճող հասնենք եւ վայելենք Քրիստոսի հարության լուսավոր կյանքը։ Շնորհավոր բարեկենտան, բարով հասնենք Սուրբ հարության։